Բարելույս բարեկամներ, երեք Սերժ Սարգսյանի երկու մանկլավիկ ստել է իմ մասին։ Մեկը Սերժի Թաթոյանն է, նախկին մարդու իրավունքների պաշտպան, ով ստել է ասելով, որ ես վարչապետի աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ փորձել եմ իրանից վերցնել մեքենաներ, որովհետև նրա քաղաքական գործունեությունը ինձ դուր չի եկել։ Նա մոռանում է, որ միակ միպն է, որ պաշտոնավարել է մի ամբողջ ժամկետ, ի տարբերություն մինչև իրեն եղած միպերին, որոնց նույն Սերժն ու Ռոբերտը եւ իրենց իշխանությունները պարզապես հեռացնում էին պաշտոններից։ Բայց սա իրենց համար սովորական է ստելը։ Երկրորդը Սերժի աշխատակազմի ղեկավարի տղան Արեգ Կարապետյանն է ստել իմ մասին, ասելով, որ ես ինչ-որ ելույթ եմ ունեցել, որի ժամանակ ասել եմ, որ պետքա ներգաղթ կազմակերպենք, ու այդ ներգաղթը ես նկատի եմ ունեցել ադրբեջանցիներին։ Ստախոս Կարապետյանը մանիպուլացրել է իմ ելույթը, որ ես 2 թե 3 տարի առաջ եմ ունեցել որպես ազգային ժողովի պատգամավոր, խոսելով ժողովրդագրության մասին, մեր երկրի բնակչության թվի մասին, եւ ասել, որ դա կարևոր գործոն է, որպեսզի մեր բնակչության թիվը աճի, նկատի ունենալով բազմաթիվ երկրներից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների, օրինակ Ռուսաստանի Դաշնությունից մոտ 100,000 մարդեր եկել եւ մոտ 50-ը մնացել է, այլ տարբեր երկրներից, եւ որոնք որ նաեւ արդյունք են ստեղծում Հայաստանի Հանրապետությունում, փոփոխություններ են բերում, եւ մենք բոլորս միշտ ուրախ ենք եղել տարբեր էթնիկ խմբերի գոյությանը, որտեղ մենք նաև հանդուրժողական ազգ ենք, ու սրանք մանիպուլացնում են ասելով, որ ես նկատի եմ ունեցել ադրբեջանցիների։ Այ խելապակասներ, բա ուր են այդ ադրբեջանցիները, ինչի՞ չենք մինչև հիմա բերել, սպասում էինք, որ դուք գաք մեզ փրկեք, հա իրանցից, մարդել այսքան խելապակաս լինի եւ ստախոս։ Սիրելի բարեկամներ, շատ հրատապ բան ունեմ ձեզ ասելու, քննչական կոմիտեն մի հաղորդագրություն է հրապարակել, եկեք լսենք ձայնագրությունը։ Ես խոսում եմ, բայց ես հստակ ոչ ոք չգիտեմ, ես գտնում եմ ինչ է կամ չեմ կարող։ Ոչ ոք ինձ էս բան չգիտեմ, ես բան պատրաստ եմ, նախ ես չգիտեմ ինչ է կարող։ Ինձ գոնասի։ Ասած ես даже մի ոք չեմ տվի, առանց ինձ ռուսով ասելու։ Եթե իրանք ինձ ասեն, որ մենք ստեղ փոխություններ ենք անում, որովհետև ես դիտել դրված եմ ռուսը։ Ստեղ ով ինչ խոսած, ասում եմ, ռուսն է դելավը։ Նայենք ինչ կասել։ Երևի իրան ինքն է ստարավար։ Իրանի տեղափոխություն չկա։ Մինչև Մեդվեդը չկա, Մեդվեդը Ուրեմն այստեղ Վարդանիկը խոսում է հեղաշրջման փորձի մասին արտաքին ուժերի միջոցով, կոնկրետ ռուսների, եւ դա խափանվել է Իրանից անկախ հանգամանքներից, բայց դա պլանավորվել է։ Մենք պետք է հունիսի 7-ին թե քաղաքական ապտակ տանք այս եռագլուխ կամ քառագլուխ պատերազմի կուսակցությանը եւ ուղարկենք պատմության աղբանոցը, ինչպես նաեւ իրավական գնահատականով երկար տարիներ սրանց ուղարկենք քրեակատարողական հիմնարկներ։ Համախմբված պետքա տեր կանգնենք մեր պետությանն ու պետականությանը եւ սրանց նման թափթփուկներին ուղարկենք իրենց համապատասխան տեղեր։ Սիրելի քաղաքացիներ, մնաց 3 օր ազգային ժողովի ընտրություններին եւ մենք կոչ ենք անում բոլոր մեր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին եւ տեր կանգնել խաղաղությանը, ինքնիշխանությանը, պետականությանը եւ մեր երկրին։ Մենք նաեւ տեսնում ենք, որ բազմաթիվ մեր քաղաքացիներ ժամանում են արտերկրից մասնակցելու ընտրություններին, ինչի իրավունք ունեն օրենքներով եւ սահմանադրությամբ։ Սակայն նրանցից շատերը լքելու են Հայաստանը հենց հաջորդ օրն իսկ։ Եվ սրա լուծումը միակն է։ Մեր Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիները պետք է իրենց զանգվածային մասնակցությամբ ըստ էության իրենք որոշեն մեր երկրի ապագան եւ ոչ թե մեր այն քաղաքացիներ կամ ոչ միայն մեր այն քաղաքացիներ, որոնք որ հիմնականում չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ նաեւ հիշել, որ նրանցից շատերին ցավոք սրտի կաշառել են, ճնշումներ են գործադրել, որպեսզի նրանք գան եւ ընտրեն պատերազմի եռագլուխ կուսակցության անդամներից որևէ մեկին, ու դրա մենք չենք կարող մեզ թույլ տալ, որպեսզի խարխլվի այն խաղաղությունը, որը մենք ձեռք ենք բերել, այն պետականության ուժեղացումը, ինքնիշխանությունը, անկախությունը, որը մենք ունենք, եւ հետեւաբար արգելի քաղաքացիներ 2026-ին քվեարկում ենք 16-ին եւ տեր ենք կանգնում խաղաղությանը, ինքնիշխանությանը, պետականությանը
եւ անկախությանը, խնդրում եմ տարածեք տեսանյութը, որպեսզի մեր քաղաքացիները անպայման մասնակցեն ընտրություններին։